2022-ի բումից հետո Հայաստանում բնակարանների վարձակալության գները նվազել են։ Պահանջարկն այսօր համեմատաբար ցածր է։ 3 տարի առաջ բնակարանների վարձի գնային բարձրացումը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով։ Մասնագետը դեպի Հայաստան հոսքի երկու ալիք է ներկայացնում։ Առաջինը պայմանավորված էր հիմնականում IT-շնիկներ եկան, պայմանավորված էր, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցրեցին արևմտյան երկրները եւ շատ IT կամպանիաներ, IT-շնիկներ, որ դրսի հետ էին իրանք աշխատանք կատարում, Ամերիկայի համար էին պատվեր կատարում կամ եվրոպական երկրների ծրագրավորողներ էին։ Իրանք ուղղակի չկարողացան Ռուսաստանում աշխատեն, քանի որ իրանք գումարային փոխանցումները, այդ վիզա քարտերը սառեցվեց, SWIFT կոդը սառեցվեց, իրանք ի վիճակի չէին աշխատել Ռուսաստանում, մասամբ եկան մի մասը Հայաստան։ Իսկ երկրորդ ալիքը պայմանավորված էր Ռուսաստանում զորակոչով։ Գալով Հայաստան նրանք սկսեցին վարձակալել բնակարաններ, ըստ այդմ պահանջարկը մեծացավ, գները բարձրացան։ Արդեն որոշ ժամանակ անց հեռացան Հայաստանից, իսկ վարձով տրվող բնակարանները շատացան, արդյունքում գներն իջան։ Վարձակալությունը, որ թանկացել էր, մարդիկ գնում են, որ ավելի թանկ վարձով տան։ Շատ մարդիկ իրանք բնակարան ունեին, բայց ասում են կառնենք որպես ներդրում, շատ լավ ներդրում է, գները բարձրանում են, կառնենք շենքը մինչև ավարտեն, համ գինը կբարձրանա, համ էլ թանկով վարձով կտանք բարձր գնով։ Հիմա առաջարկը շատ է մեծացել, որովհետև այդ շենքերը արդեն հանձնվել են շահագործման, իսկ ռուսները որ պետքա վարձեն, իրանք արդեն հետ են գնացել մեծ մասամբ կամ մի մասն է գնաց եվրոպական տարբեր երկրներ։ Ըստ մասնագետի առողջ տնտեսական վիճակ է, գների անկումը նորմալ երևույթ է։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է 12529 անշարժ գույքի վարձակալության գործարք, որը 2023-ի համեմատ 5%-ով ավելի է։ Գրանցվածներից միայն 597-ն է բնակարանների վարձակալության գործարք։ Այս գույքերից ավելի շատ վարձակալվել են հասարակական նշանակության շինությունները, հիմնականում ստեղ առյուծի բաժինը հենց այս օբյեկտներինն է, որովհետև սրանք հիմնականում իրավաբանական անձանց միջև են եւ ավելի շատ ցուցանիշներ մենք ստեղ ենք տեսնում։ Հասարակական նշանակության օբյեկտների վարձակալությունը եւս աճել է 2023-ի համեմատ 12%-ի կարգի աճ ունենք այստեղ։ Հողերի վարձակալությունն է երկրորդը կշռով ավելի մեծ, հողերի վարձակալությունն էլ թվային ցուցանիշներով 3500-ի կարգի հողերի վարձակալության գործարք ունեն գրանցված։ Ընդհանուր վարձակալության գործարքներն ամենաշատը գրանցվել են Երևանում, ամենաքիչը Վայոց ձորում։ Նշված բոլոր թվերը, սակայն ամբողջ իրականությունը չեն արտացոլում։ Պատճառն այն է, որ ոչ բոլորն են գրանցում իրենց գործարքները։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։